Եվ սկսեց ձևավորվել Գալյանից դերասանական դիպլոմացում ղեկավարած իր կուրսի հետ աշխատանքների ընթացքում ասեմ, որ միշտ չի կուրսի ղեկավարի գաղտնիքներին և շնորհալի երեխեք են համակվում, այդպես տարակայում գաղտնիքներից և գաղափարը նոր թատրոնի գաղափարը սկսեց ինձ անհանգստացնել, մյուս նշանով եմ ասում, անհանգստացնել բառը և արդյունքում մենք ունեցանք 4 ներկայացումներ, այդ ներկայացումները որպես դիպլոմային ներկայացումներ արդեն խաղացվել են և այսուհետև նրանք լինեն նոր թատրոնի խաղացանքում։ Իսկ թատրոնը կոչվի հայ և ռուս արդի դրամայի թատրոն։ Այո, պատահական չէր այս անունը և շատ սկզբունքային նշանակություն ունի ինձ համար։ Մենք նախ փորձենք նոր զարկ տալ, նոր խթան հանդիսանալ հայ ժամանակից դրամատուրգիային, նաև ստեղծենք այն որի կարգասված փոքր նաև ջանք ներդնենք, որպեսզի հայ-ռուսական թատերական կապերը շարունակեն ամրապնդվել, իսկ ռուսական թատրոնը աշխարհի հզորագույն թատրոնն է, որի ազդեցության տակ ձևավորվեց ոչ միայն 21 դարի հայ թատրոնը, այլև մինչ օրս համաշխարհային թատերական կրթական համակարգում համարվում է առաջնային։ Գաղափարի մասին ես սկսեցի դիալոգ հասարակության նախագահ պարոն Մավրոյանի հետ, որի հետ համագործակցությունը արդեն բավական լուրջ ընթացք ունի, ինչպես գիտեք, դիալոգ հասարակական կազմակերպությունը միասին վերաբերեցին Ստեփանակերտի բանակ համանդրությունը, որը այժմ շատ հանձնարարել գործում է, պրեմիերաներ ունեն, խաղում է դեպքեցին բանիչների շամաշուտ դուրակենք։ Մյուս գործունեությունների մասին հիմնականում մասին կիսելի պարոն Մավրոյանի վերջի մասին դա շատ հայտնի է բոլորին շրջապատում և ուրախ եմ, որ այս հարցում նույնպես մենք գործընկերներ ենք և ըստ էության թատրոնի գործունեությունների մասին և որից ինքնուրույն ինչպես նշեցի, այդ կուրսը, որը ավարտեց մի քանի օր առաջ, այլ ուսանողները, որ արդեն ուսանող չեն և քանի օր առաջ ստացան իրենց նկարագրերը, նրանք հանդիսանալ նորաստեց թատրոնի քուրիզը։ Այսքան է։ Շնորհակալ եմ, պարոն Մավրոյան, մի փոքր մանրամասներ, ինչպես եղավ քննարկումը, գաղափարը ձեզ ներկայացվեց։ Շատ լավ, նախ ասեմ, որ իբրև հասարակական կազմակերպության կամ ինչպես ընդունված ասել հասարակական դիպլոմատիական սուբյեկտ, մենք գործում ենք նաև մշակույթի դաշտում և մի մասնավորի թատրոնի թատերական դաշտում և ես կտակ ես ուժ ասեմ, ինքս էլ չզգացի, թե ինչպես թատրոնի դզոր ուժը ինձ փորձառու հանդիսատեսից վերածեց նաև որոշակյորեն թատերական գործի կազմակերպիչի։ Եվ պարոն Ղազանչյանը արդեն նշեց, որ մեկ տարուց ավել մենք համագործակցում ենք Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի վերածնման գործընթացում, որ արդեն կարողացած իրողություն է, ասեմ նաև, որ դրան զուգահեռ մենք նպաստել ենք Ստեփանակերտի ռուսական թատերախմբի վերածնմանը, որը գործում է հաջողությամբ Հայաստանում, ավելի 2 տարի առաջ մենք նպաստեցինք, որ հայ թատերախմբի մասնակցի Մոսկվում մեկ թատերական միջազգային
փառատոնի եւ որ պարոն Ղազարյանի հետ համախոհության շրջանակում մենք քննարկում էինք, ես գիտեի, որ ինքը իր հեղինակային թատրոնը ստեղծելու ընթացքի մեջ է, ահա եկանք այս գաղափարին, պարոն Ղազարյանը արդեն խոսեց հայ-ռուսական փոխհարաբերությունների մասին, ասեմ, որ այո, դրանց իր կողմից ավելացնեմ, որ հայ մտավորականության համար անկախ քաղաքական պայմաններից եւ իրողություններից հայկական ռուսական մշակույթը միշտ եղել է բարձրագույն արժեքների համակարգ։ Իր հերթին հայկական բազմադարյան մշակույթը եղել եւ մնում է ռուս մշակութային գործիչների եւ գիտնականների ուսումնասիրության եւ հետաքրքրության կենտրոնում։ Ավելորդ չի ասել, որ Ռուսաստանի մշակութային կյանքում ինչ ներդրում ունեն հայ գործիչները դարեր շարունակ, տասնամյակներ շարունակ, եւ հայ-ռուսական մշակութային ժառանգությունը միայն անցյալին վերաբերող թեմա չէ, այն ներկա իրողություն է եւ ես տեսնում եմ, թե ինչ հետաքրքրությամբ են հայկական թատրոնները մասնակցում ռուսաստանյան փառատոներին եւ ես տեսնում եմ, թե ինչ սիրով են ռուսաստանյան խմբերը Հայաստան այցելում, ավելացնեմ, որ այս տարի մենք Արմոնո միջազգային փառատոնի գործընկերներից էինք եւ մենք նպաստեցինք, որ երկու ռուսական ճանաչված թատրոն Սանկտ Պետերբուրգից եւ Նովոսիբիրսկից մասնակցեն այդ փառատոնին Երևանում։ Ըստ էության նաեւ ներկայումս երբ ճգնաժամ կա միջազգային քաղաքականությունում, ոչ միայն հայ-ռուսական քաղաքական երկխոսությունում, ես մնում եմ համոզված կողմնակից այն թեզի, այն գաղափարի, որ մենք ունենք հատկապես հայ-ռուսական պատմությունում մշակութային շատ մեծ գանձարան, անսպառ գանձարան, եւ մշակույթի վրա հենվելով է, որ ներկա եւ ապագա սերունդները կարող են ապահովել փոխադարձ ճանաչողություն եւ փոխադարձ վստահություն։ Իսկ ինչ է ամենակարևոր հիմքն է, առանց փոխադարձ ճանաչողության եւ փոխադարձ վստահության հնարավոր չէ կառուցել ինչպես